Նա Հայաստանում ծնվել ու այստեղ է ապրել մինչև 9 տարեկանը, որից հետո կյանքի մեծ մասը Մոսկվայում է անցկացրել։ Որ պապիկի վրա գործ հարուցեցին, ծնողներս բաժանվեցին, մենք եկանք պապիկի տուն։ Հայրիկս սովորում էր Մոսկվայում, գալիս գնում էր, բայց արդեն տարիներ անց, մի քանի տարի անց, ինքը արդեն մնաց Մոսկվայում, ինձ տեղափոխեց Մոսկվա։ Ես օրերով լացում էի, ես չէի հասկանում առաջինը ոնց կարա երեխան ապրի առանց մամա։ Արձակուրդը հայրենիքում անցկացնելու որոշումը ճակատագրական դարձավ։ Նա դարձյալ Երևան տեղափոխվեց ու քայլերն ուղեց դեպի ռադիո, որից հետո հայտնվեց Women's Club-ում։ Դուք գիտեք ոնց են ինձ ու Տոմայի նայում, երբ որ ես ու Տոման գնում ենք ինչ-որ միտեղ հաց ուտելու։ Դուք չեք պատկերացնում ոնց իրանք իրար հետ միասին կարան հաց ուտեն, իրանք շփվում են, իրոք մարդիկ մտածում են, որ ես ու Տոման վախերիմ թշնամիներ ենք։ Բայց այդ մի բանը չեմ կարող չասեմ։ Տոման իմ կիսուրի նման 24 ժամ կարող է խոսալ իմ վրա իմ ուտելու համար։ Շուրջ 14 տարի առաջ նա ստացավ իր կյանքի գլխավոր պարգևը, ծնվեց միակ որդին։ Վաղ ջան, չեմ կարող ասեմ, որ երկար ենք մտածել, ես գիտեի, որ ես մենակ եմ դասիրեկելու Արտեմին, շատ քիչ ժամանակ ենք եղել միասին, բայց շատ լավ եմ վերաբերվում այդ տղամարդուն, իրոք շատ լավ, ինքը լավ անձնավորություն է, ու շատ ուրախ եմ, որ իրանք կարծում եմ շփվում են, ինձ համար ավելի երևի բան պետք էլ չի։ Նախ խաղաղ է պետք ապրել ինքդ քեզ հետ, ասում է նա ու նաև հորդորում, սիրել այն մարդկանց, որոնք մեր կողքին են։ Այս շաբաթ միասին կքայլենք Մարիա Մաթևոսյանի կյանքի ուղիներով։ Դիտեք շաբաթ 22:30-ին Շանթի եթերում։